Փառք Նժդեհին եւ ազատություն ապստամբ հայրենատեր Սասնածարերին։ Սիրելի հանրություն, այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների 250-ամյակն է ծննդյան։ Շնորհավորում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ես երբեք չեմ մոռանա Ամերիկայի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի արարքը, թե իրավարար վճռի հետ կապված, թե որ փանոցներին ֆինանսավորելու, բացելու, 100 հազարավոր երեխաների, հայ մանուկների կյանքեր փրկելու համար։ Ես դեռ չգիտեմ որից է երկրորդ պետություն, որ հայ ժողովրդի համար կարճաժամկետ, բայց կարճաժամկետ ինչ-որ մի գործողություն անի, որը տասնյակ տարիներ ունենա դրական էֆեկտ, որովհետև այդ 100,000, 132,000 կարծեմ երեխաների սերունդները միլիոնը գերազանցում են։ Այսինքն ինքը հնարավորություն է տվել այն մի միլիոնի տերը ինքն է կարելի ասել։ Եթե այդ 100,000-ին էլ դեռ չկանգնեին սովամահ լինեին, ոչնչանային, մենք այսօր հաստատ 1-1.5 միլիոնով պակաս կլինեինք աշխարհում։ Դա մեզ համար ամեն մի հայն արդեն մենք այնքան ենք մեր բնակչության, մեր քանակը այնքան է նվազում, աշխարհի բոլոր ժողովուրդները, նույնիսկ ազգեր կան, որ պետություն չունեն, չեն էլ ունեցել երբևէ, բայց իրենք աճում են, շատանում են, իսկ մենք պակասում ենք, որովհետև մենք սխալ դաշնակիցների հետ ենք ապրում։ Սխալ կերպ ենք ընկալում թշնամուն, բարեկամին, մեր մոտ հակառակն է, թշնամին դառնում է բարեկամ, իսկ բարեկամը ավտոմատ այդ թշնամու միջոցով դառնում է թշնամի։ Ես ուզում եմ շնորհավորել Ամերիկային եւ ցանկանալ, որ այս պետության հիմքերը դեռ թող պահպանվեն, որովհետեւ իհարկե աշխարհում կան ժողովուրդներ, պետություններ, որոնք դժգոհում են Ամերիկայի քաղաքականությունից, երբեմն նաև մենք, բայց ընդհանուր առմամբ այսօր եթե ռուսը կամ թուրքը Ամերիկայի չափ հզորություն ունենար, հիմա մոլորակի անունը Ռուսաստան կամ Թուրքիա էր, բայց Ամերիկան ժողովրդավար պետություն է եւ ամբողջ աշխարհն իրենով չի անում։ Հավատացեք, եթե լինեին ռուսները կամ թուրքերը նման իրավիճակում, չնայած դժվար նրանք լինեին, որովհետեւ դրա համար տնտեսություն է պետք, իսկ Ամերիկայում հաշվարկները ոնց հասկանում եք շատ ճիշտ է տարվել։ Նրանք ավելի շուտ են հասկացել տնտեսության կարևորության եւ թե ինչպես թռիչքային զարգացնել իրենց տնտեսությունը, քան աշխարհի մնացած ժողովուրդները, եւ նրանք հասել են այսօրվան։ Ես ինչու եմ շեշտում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարճաժամկետ բացառիկ գործողություն արեցին հայ ժողովրդի համար, որը մինչեւ հիմա թեկուզ եւ Վիլսոնի իրավարար վճիռը այդ մահակի պես ոչրագործ թուրքի գլխին, ինչու՞ չէ նաև ռուսի գլխին կախված է։ Ընդհանրապես որքան գիտենք, Վիլսոնը 8 տարի է կառավարել Ամերիկան եւ այդ ընթացքում մի կարճ հատվածում է ինչ արել է։ Բայց եթե հիշենք, թե ռուսները մեր համար ինչ են արել, ապա կտեսնենք, որ մեր բնակչությունը պակասել է ռուսական կայսրության տարածքում։ Մեր քանակը, մեր տարածքները փոքրացել են։ Մեր կարգավիճակը վատացել է։ Հասկանում եք, մենակ այն փաստը, որ Հայաստանի առաջին հանրապետությունը ոչնչացվեց, այսինքն ռուսների կողմից եւ թուրքերի կողմից ոչնչացվեց, իրար մեջ կիսեցին, էթելը քիչ է, իրենք նաեւ իրենց մասնաբաժինը բաժանեցին, այսինքն Արցախը, Նախիջևանը, Ջավախքը, որոշեցին, որ դրանք էլ պետք է վերցնել, անգամ Սյունիքը, այսինքն վատության հետևից։ Սրան հակառակ հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվել է ավելին, քան որից է ազգ։ Մենք երկրորդ համաշխարհայինի տարիներին 300,000 հերոս հայորդու կյանք ենք նվիրել Խորհրդային Միությանը։ 300,000 հայորդի, որոնք եթե նույն կերպով պատերազմային Թուրքիայի դեմ, հաստատ հավատացեք Թուրքիա գոյություն չէր ունենա։ Բայց հայ մարդը
Խորհրդային Միությանը տվել է 300,000 հերոս մարդկանց կյանք։ Դա շատ թանկ եւ շատ կարևոր ուժ է։ Հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվել է զորահրամանատարներ, որոնք բեկում են մտցրել խորհրդային բանակում, տվել է դիվանագետներ, որոնք բեկում են մտցրել համաշխարհային մասշտաբի։ Հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվել է տասնյակ, ես կասեի հարյուրավոր ֆիզիկոսներ, գիտնականներ, աստղագետներ, ինժեներներ։ Համաշխարհային մակարդակի, ոչ թե ինչ-որ մի հիմնարկությունում աշխատող ինժեներ, այլ համաշխարհային տեզերք թռնող սարքերի հետ կապված, երկրի ներսում, այսինքն ի հակառակ ռուսների ոչռագործության, ինչ որ արել են մեր հանդեպ, հայ ժողովուրդը Խորհրդային Միությանը տվել է իր ամենաթանկը, իր հերոսների կյանքը, իր միտքը, իր գիտությունը եւ հանգարց կարող է մեկնել կանգնել ասի, բա որ սովետ չլներ, Երևանը իսկ սարքվեր, բա որ սովետ չլներ, սա կլիներ, ասենք, բա որ Իոնիսյան չլներ, Բաղրամյան չլներ, Միկոյան չլներ, հա, Համբարձումյան չլներ, Ալիխանյաններ չլնեին, Մերգելյան չլներ, չեմ կարող հիշել այդ բոլորին թվարկել։ Սովետի վիճակը ոնց պետք է լիներ։ Եթե համեմատության մեջ, սա հատուկ այդ ռուսահպատակների համար եմ ես թվարկում, որ իրենք հանգարց իրենց չթվա, որ իրենք ռուսին պարտք են, էլի, որ ռուսը մեզ համար բան, եւ ռուսը մեզ վատություն անելով դա լավություն է մատուցել, իբր մենք ոչ պատմություն ենք ունեցել, ոչ անցյալ ենք ունեցել, ոչ մշակույթ ենք ունեցել, այդ Լենին Պաբիներ եկավ մեզ մի կտոր հողի վրա ասեց, այս Հայաստան սարքեք, մտեք մեջ ապրեք, որ չկորեք։ Ռուսահպատակների, ավելի շուտ կասեի ռսաստրուկների մոտ այդ տպավորությունն է, որ մեր ազգը, ասենք ոչ Տիգրան Մեծ է ունեցել, ոչ Հայկ Նահապետ է ունեցել, ոչ Աշոտ Երկաթ է ունեցել, ոչ Պապ Թագավոր է ունեցել, հասկանում եք, չթվարկեմ ոչ Նժդեհ, ոչ Դավիթ Բեկ, որքան ուզեք Արգիշտի, Սարդուրի, ինչքան ուզեք թվարկեմ, այս մարդկանց մոտ դրանց տպավորություն է, որ մենք ոչ ապրել ենք, ոչ կերել ենք, ոչ խմել ենք, ոչ գնացել ենք, ոչ եկել ենք, արես բոլշևիկներն եկանում էս սարքեցին ազգում արդ, թրքաբոլշևիկյան հոգեբանություն ունեցող հայ մարդկանց կարգավիճակը սա է։ Դրա համար պետք է սթափվել։ Դուք տեսնում եք Նիկոլ Փաշինյանը, որքան է ծառայում այդ թրքաբոլշևիկյան գաղափարախոսությանը, այդ բան բոլշևիկյան Հայաստանի այդ վարչական սահմաններով այդ քարտեզը կրծքին փակցրած անգամ թաղում է գնում։ Գիտի որ իսլամական աշխարհը այնտեղ ներկայացված է լինելու ու գիտի որ Իլհամը հետևում է իրեն, տեսախցիկը վրեն է երևի, ոնց որ քարոզարշավի ժամանակ վրեն տեսախցիկ էր կրում։ Չգիտեմ, ես ենթադրում եմ որ Իլհամն է ասել վրեդ կպահես, որ ես հասկանամ ինչ ես խոսում, ինչ է տեղի ունենում, քեզ հետ ոնց են վարվում, որ ինքը նաև Նիկոլի անվտանգության համար մտածի, որ այդտեղ հուշի, ինչ պետք է անի, որ ինչ լինի։ Եվ նա դրանով ցույց է տալիս Իլհամ Ալիևին հնազանդ լինելը, որ ինքը ուր գնում է, անգամ զուգարան, երևի անգամ որ գիշերը քնում է, եթե այդ շապիկը բաճկոն հանում է, այդ իր կիսա վարդիկին է կպցնում, ձեր ռուսերենով ասած տրուսիկին կպցնում, նոր է քնում։ Տեսախցիկն էլ հետը, որ Իլհամը տեսնի, որ ինքը դրանով է քնել։ Սա ուղղակի ողբերգություն է, ուղղակի ողբերգություն է։ Իսկ բոլշևիկյան Հայաստանի այդ վարչական շրջաններով քարտեզը կրծքին կպցնել, նշանակում է հրաժարվել ցեղասպանությունից։ Ոչ ավել, ոչ պակաս։ Դու հրաժարվում ես այն ամեն ինչից, ինչը քո ձեռքից խլել են մարդկանց սրի քաշելով։ Սա հենց ուրացում է ցեղասպանության։ Պետք է սրա վերջը տրվի։ Սա ուղղակի ոչ միայն ֆիզիկական կամ պետության անկում է, այլ նաև բարոյականության։ Հայ մարդը վաղը անգամ Աստված մի ասի, եթե պետություն չունենա, աշխարհի մի այլ ծայրում, եթե գոյություն ունենա, հարցնեն դու ինչ ազգ ես, ասի հայ, ծաղրելու են։ Հա, այն որ Նիկոլը բոլորիդ խափեց, փչացրեց, կործանեց, հետքներդ կորցրեց։ Հասկանում եք։ Պետք է թույլ չտանք։ Պետք է Նիկոլ չլինի, որ Հայաստանը լինի։ Եվ ոչ միայն Նիկոլն արդեն շատացել է։ Մեկ Նիկոլ չի։ Տեսնում եք արդեն Թուրքիան իր կադրերին կոնկրետ ասում է խորհրդարանի նախագահը պետք է լինի Ռուբեն Ռուբինյանը, որովհետև իրենք անցնում են այլ փուլի։
Իսկ սա Նիկոլի ավելի վատ տեսակն է։ Եթե Նիկոլը կապիկություններ է անում, սա կարող է շատ ծանր եւ լուրջ հարվածներ հասցնել մեր pedagogiությանը։ Այնպես որ ոչ թե միայն Նիկոլից, այլ նիկոլիզմից եւ ԿՊ-ից առհասարակ պետք է ազատվել։ Կամ սրանք, կամ Հայաստանը, հարցը այդպես է դրված։ Խոյ մերեք։